օգտվելով առիթից եւս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս եւ մեր ժողովրդին, որովհետեւ այնինչ տեղի ունեցել իսկապես չեմ ուզում վերամբարձ բառերով դա նկարագրել, ասելով որ դա պատմական իրադարձություն, բայց դա ամենայն դեպս աննախադեպ է մեր պետության համար, մեր տնտեսության համար, որովհետեւ առաջին անգամ Հայաստանում մշակված, Հայաստանում արտադրված վերջնական ռազմական արտադրանք է արտահանվել ընթացող ամսվա ընթացքում։ Պատահական չէ, որ իմ հայտարարության ժամանակ ես շատ կոնկրետ ընկերությունների անուններ, վերջին հասցե եւ զինատեսակների քանակ, արժեք եւ տեսակ չեմ հնչեցրել, որովհետեւ ուզում եմ ասել, որ որպես կանոն նմանատիպ գործարքների պարագայում պիտի լինի կոնսենսուս կողմերի միջև հրապարակային հանրային այդ տվյալները ներկայացնելու։ Այս պահին այդ կոնսենսուսը չկա, այսինքն սրանով է պայմանավորված, որ որևէ պարագայում մենք մեր հայտարարություններով չենք կարող վտանգել կամ հավելյալ խնդիրներ ստեղծել ապագայի համար։ Այն գործարքները, որոնք կայացել են, դրանք տեղի են ունեցել, բայց շատ կարևոր է ապագան, որովհետև սրանք միայն առաջին քայլերն են, ինչպես ես իմ հայտարարության մեջ էի ասել, սա սկիզբ է, ընդամենը սկիզբ է մի երկար ճանապարհի։ Այսինքն շատ կարևոր է այս ոլորտում, որ Հայաստանը թե իբրև պետություն եւ թե հայաստանյան ընկերությունները որպես մասնավոր հատված բիզնես գործընկերներ լինեն վստահելի եւ հուսալի։ Կան կանոններ, որոնք պիտի պահպանվեն եւ այդ կանոնների պահպանումն է նաեւ նախադրյալը հնարավոր ապագա նոր գործարքներ, իսկ ապագա նոր գործարքներ եւս լինելուն։ Ես պետք է ասեմ, որ այս պահի դրությամբ ավելի շատ քանակի ընկերություններ արդեն ունեն, ավելի շատ քանակի երկրներ արտահանելու թույլտվություն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամ դրանք առնվազն գործընթացի փուլում են, քան որ ես հայտարարեցի, որ երկու երկրներ արտահանվել են։ Բայց մենք եւ թե կառավարությունը եւ թե մասնավոր հատվածը պիտի շատ զգուշորեն հետևի եւ իրեն դրսևորի իբրև պրոֆեսիոնալ, չվտանգելու հնարավոր որևէ ապագայի այլ գործարքներ, այլ ընկերությունների հաշվին։ Երբ բոլոր կողմերը որոշում կկայացնեն, որ դրանք պիտի հանրային հրապարակային լինեն, ապա այդ պարագայում մենք սիրով թե ընկերությունները իրենք եւ ուղղությունները եւ զինատեսակները եւ ինչու ոչ նաեւ գործարքի ծավալները, թեև ես որոշակի իմաստով հուշումներ արել եմ, ասել եմ, որ դրանք հասնում են միլիոնավոր դոլարների, այդ պարագայում իհարկե դրանք շատ առավել կոնկրետ մանրամասներով կհնչեցվեն։ Այնինչ համենայն դեպս տեղի ունեցել, դա այլևս իրականություն է, շատ եւ շատ գաղտնիության ուրեմն հասանելիություն ունեցող գործիչներ կարող են այսօր էլ դրանք ստուգել, այդ թվում եւ օրինակ ազգային ժողովի падգամավորներ, այդ թվում եւ ոչ միայն իշխող կառավարող մեծամասնությունից, այսինքն սրանք փաստեր են, կայացած փաստեր են, պարզապես փաստերի մանրամասները դեռևս այս պահին մենք չենք պատրաստվում հանրայնացնել, քանի դեռ չկա կոնսենսուս բոլոր կողմերից։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, պաշտպանության նախարարության ունեցած բազաներում համենայն դեպս այս պահի դրությամբ նմանատիպ տեղեկատվություն չկա։ Ես կարող եմ ասել այն տեղեկատվությունը, ինչին ես ինքս տիրապետում եմ, որ արտահանում եղել է, բայց այդ արտահանումը եղել է կամ քաղաքացիական կամ երկակի նշանակության արտադրանքի, ինչպես նաև եղել են օրինակ X համակարգի ռազմական արտադրանքի X համակարգի բաղադրիչների արտահանում, օրինակ պայմանական դա կարող է լինել հոբ համակարգերի, բջիջների կամ ինչ-որ կոմպոնենտների արտահանում։ Իմ հայտարարությունը վերաբերում է վերջնական ռազմական պրոդուկտների արտահանմանը, որոնք մշակվել, արտադրվել են եւ իբրև վերջնական զենք
արտահանվել են Հայաստանից։ Եթե նմանատիպ քննադատություններ կան, ապա բնականաբար ես նաև կակնկալեմ, որ եթե կցանկանան հրապարակային կերպով առնվազն գոնե մեզ կարող են տեղեկացնել, թե այդ ինչ զենքեր են 10 տարի առաջ Հայաստանում արտադրվել իբրև վերջնական ռազմական պրոդուկտ եւ Հայաստանից արտահանվել։ Եթե նմանատիպ փաստեր չներկայացնեն, կներեք, բայց ես կունենամ լեգիտիմ իրավունք կարծելու, հավատացնում եմ, որ դուք էլ այդ իրավունքը կունենաք կարծելու, որ դրանք ուղղակի հերթական մերկապարանոց հայտարարություններն են։ Շատ կարևոր է արձագանքել այն հայտարարությանը, որը հնչել է Հայաստանում մշակված, արտադրված վերջնական ռազմական պրոդուկտ, զենք, որը արտահանվում է Հայաստանից։ Իսկ եթե կան այնպիսի տվյալներ, որոնք պետական որևէ բազաներում առկա չեն, դա շատ վատ է, դա մենք պիտի ստուգենք, թե ինչու նման տեղեկատվություն չունենք, իսկ եթե դա սուտ է, դա ոչ պակաս վատ է, որովհետև ընդհանրապես հանրությանը մոլորեցնելու եւ հանրությանը ապա տեղեկատվությամբ ուրեմն մանիպուլացնելու հետ կապված ես քանիցս արտահայտվել եմ, ցանկացած մարդ, անձ, անհատ, առավել եւս պաշտոնյա կամ նախկին պաշտոնյա պիտի ինքը իրեն հաշիվ տա, երբ որևէ հանրային խոսք է ասում, որովհետև դա արձագանք է գտնում մեր քաղաքացիների մոտ։ Այս պահի դրությամբ ես շարունակում եմ հաստատել, որ այն հայտարարությունը, որ արվել է, արկա է մեր ունեցած բազաներում եղած տեղեկատվության վրա։ Այո, ես գիտեմ, որ արտահանում եղել է, բայց դա զենքի եւ վերջնական ռազմական արտադրանքի մասին չէ։ Եթե ունեն այլ տվյալներ ու փաստեր, կխնդրեմ, որպեսզի մեզ հետ կիսվեն, որպեսզի մենք նաև հասկանանք, թե ինչու նմանատիպ տեղեկատվությունը բացակայում է մեր բազաներից։